Բաքուն դեռևս մտադիր չէ միանալ Խաղաղության խորհրդի շրջանակում գազային ֆինանսական աջակցության փաթեթին, խորհրդի առաջին նիստից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը։ Ադրբեջանը որպես Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ պետություն աջակցում է կառույցի նպատակներին, սակայն 7 միլիարդի փաթեթին ներգրավված չենք, պարզաբանել է Հիկմեթ Հաջիևը։ Նրա խոսքով ապագայում Բաքուն կարող է քննարկել խորհրդի միջոցով գազայում ներդրումային նախագծերին մասնակցելու հնարավորությունը։ Փետրվարի 19-ին Խաղաղության խորհրդի առաջին նիստում ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ մի քանի երկիր համաձայնել է գազայի վերականգնման համար 7 միլիարդ դոլարի ընդհանուր օգնություն հատկացնել։ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ այդ երկրներն են Ղազախստանը, Ադրբեջանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մարոկոն, Բահրեյնը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանը և Քուվեյթը։ Donald J. Trump ԱՄՆ նախագահը Խաղաղության խորհրդի առաջին նիստում հայտարարել է, որ Վաշինգտոնը լավ բանակցություններ է վարում Իրանի հետ։ Դոնալդ Թրամփի ձևակերպմամբ վերջին տարիներին պարզ է դարձել, որ Թեհրանի հետ բովանդակային համաձայնագրի հասնելը բարդ է։ Պետք է պայմանավորվենք, հակառակ դեպքում վատ բաներ կպատահեն։ Մեզ անհրաժեշտ է իրական բովանդակային համաձայնագիր, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա հավելել է, որ միջուկային հնարավոր գործարքի հետ կապված իրավիճակն ավելի պարզ կդառնա առաջիկա 10 օրվա ընթացքում։ Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանին մինչև 15 օր ժամանակ է տվել համաձայնագրի հասնելու համար։ Մենք կհասնենք դրան այս կամ այն կերպ, նախազգուշացրել է ԱՄՆ նախագահը։ Իրանի շուրջ իրավիճակին է անդրադարձել Իսրայելի վարչապետը։ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփին է փոխանցել Վաշինգտոն-Թեհրան բանակցային գործընթացի հետ կապված սկզբունքները։ Պատրաստ ենք ցանկացած սցենարի, եթե Իրանը սխալ թույլ տա եւ հարձակվի մեզ վրա, նրանք այնպիսի արձագանք կստանան, որը նույնիսկ չեն կարող պատկերացնել, ասել է Նեթանյահուն։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին մտահոգություն է հայտնել, որ Դոնալդ Թրամփի հայտարարությունները վկայում են ռազմական ագրեսիայի վտանգի մասին։ Դրա հետևանքները աղետալի կլինեն տարածաշրջանի համար եւ լուրջ սպառնալիք կդառնան միջազգային խաղաղության ու անվտանգության համար, ընդգծել է պատվիրակը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենն էլ նշել է, որ ԱՄՆ-Իրան տարաձայնությունները պահպանվում են։ Ռաֆայել Գրոսիի խոսքով Վաշինգտոնը պնդում է, որ Թեհրանը դադարեցնի ուրանի հարստացումը, մինչդեռ դա կարմիր գիծ է Իսլամական Հանրապետության համար։ Նա տեղեկացրել է, որ AMG-ի տեսուչներին դեռ հասանելիություն չի տրամադրվել Իրանի միջուկային օբյեկտներին, թեև համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել։ ԱՄՆ նախագահը եւս մեկ տարով երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները, խոսքը 2014, 18 եւ 22 թվականներին սահմանված պատժամիջոցների մասին է։ Ռուսական իշխանությունների գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են արտակարգ սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության համար, նշված է Դոնալդ Թրամփի հրամանագրում, որը ստորագրվել է փետրվարի 18-ին։ Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների պատժամիջոցները խոչընդոտում են երկկողմ գործակցությանը։ Մենք անօրինակ ենք որակում առևտրատնտեսական սահմանափակումները եւ հետաքրքրված ենք, որ դրանք չեղարկվեն, շեշտել է Կրեմլի խոսնակը, համոզմունք հայտնել, որ դա բխում է եւ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների շահերից։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը կարծիք էր հայտնել, որ Վաշինգտոնը կվերացնի հակառուսական պատժամիջոցները, հաշվի առնելով հնարավոր համատեղ նախագծերը, ինչպես նաեւ ամերիկյան ընկերությունների կրած վնասները։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն էլ հայտնել էր, որ բացի ռազմաքաղաքական հարցերով բանակցություններից, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները համաձայնության են եկել տնտեսական աշխատանքային խումբ ստեղծել։ Թուրքական իշխանությունները նախատեսում են առաջիկայում սկսել ավիակիրների տեղական արտադրություն, հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Մեր ԱԹՍ-ների, հրթիռների, նավերի, ուղղաթիռների եւ տանկերի միջոցով կարող ենք ինքնուրույն բավարարել մեր կարիքները բազմաթիվ ոլորտներում։ Առաջիկայում այս ցանկին կավելանան մարտական ինքնաթիռներն ու ավիակիրները, մանրամասնել է Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Նրա խոսքով Անկարան շարունակում է զարգացնել երկրի պաշտպանական արդյունաբերությունը եւ նվազեցնել ռազմական արտաքին մատակարարներից կախվածությունը։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է նաև վերջնականապես հաղթել ահաբեկչությանը եւ չեզոքացնել դրա սպառնալիքը։ Նա մտահոգություն է հայտնել, որ համաշխարհային քաղաքականությունը վերափոխման փուլում է եւ Թուրքիայի անմիջական հարևանությամբ լարվածության օջախներ կան։ Դիանա Գասպարյան, լուրեր։